Ռեզերֆորդը ծնվել է Նոր Զելանդիայի փոքրիկ ավանում 1871 թվականի օգոստոսի 30-ին։ Էրնեստը չորրորդ երեխան էր 12 երեխաներից բաղկացած ընտանիքում։ Նա ուներ զարմանալի հիշողություն, ուժ և առողջություն։ Գերազանցությամբ ավարտեց հանրակրթական դպրոցը, ստանալով 580 միավոր, հնարավոր 600-ից և մրցական 50 ֆունտ ստերլինգի չափով Նելսոնի համալսարանում կրթությունը շարունակելու համար։ Ռեզերֆորդի 1892 թվականի գրված մագիստրոսական աշխատանքը կոչվում էր բարձրահաճախականության լարման դեպքում երկաթի մագնետիզացիա։ 1894 թվականին համալսարան ավարտելուց հետո Ռեզերֆորդը շուրջ մեկ տարի դասավանդում է միջին դպրոցում։ 1895 թվականին առաջին անգամ, երբ այլ համալսարանի շրջանավարտները կարող էին գիտական աշխատանքները շարունակել Քեմբրիջի լաբորատորիաներում, Ռեզերֆորդի հետ միասին այդ հնարավորությունից օգտվեցին Քավեշյան լաբորատորիայում գրանցված մյուս աշակերտները։ Վերջինիս հետ Ռեզերֆորդը աշխատել է մի սենյակում և նրանց ընկերությունը շարունակվել է մինչև նրանց կյանքի վերջը։ 1895 թվականին տեղի է ունեցել նրա և Մերի Ջորջինա Նյուտոնի նշանադրությունը։ Ռեզերֆորդը նախատեսում էր զբաղվել ռադիոալիքների դետեկտիվով և հերձի ալիքներով։ 1898 թվականին Ռեզերֆորդը բացահայտում է ալֆա և բետա ճառագայթները։ Մեկ տարի անց Պոլ Վելարը հայտնագործեց գամմա ճառագայթումը։ 1898 թվականի ամառվանից գիտական կատարում է առաջին քայլերը այդ տարիներին դեռ նոր բացահայտված ուրանի և թորիումի ռադիոակտիվության երևույթյան հետազոտությունների գործում։ Ռադիոակտիվության բնագավառում իր կատարած աշխատանքների շնորհիվ Ռեզերֆորդը համընդհանուր ճանաչման արժանացավ, դարձավ պահանջված գիտական և տարբեր երկրներում գիտահետազոտական աշխատելու բազմաթիվ առաջարկներ ստացավ։ 1907 թվականին գարնանը նա հեռանում է Կանադայից և սկսում է մասնագիտական գործունեություն ծավալել Մանչեսթերի Վիկտորիայի համալսարանում։ 1908 թվականին Ռեզերֆորդը արժանացավ քիմիայի Նոբելյան մրցանակին։ Նրա գիտական կյանքում կարևոր և ուրախալի իրադարձություն էր 1903 թվականին Լոնդոնի թագավորական ընկերության անդամ դառնալու իր ընտրությունը։ 1931 թվականին հաստատված իր հելադրիկ զինանշանի Անգլիայի Պեր Բորտոն Ռեզերֆորդ Նելսոնը ներկայացրել է Նոր Զելանդիայի խորհրդանշկիվի թռչունին։ Էրնեստ Ռեզերֆորդը մահացել է 1937 թվականի հոկտեմբերի 19-ին օղակված ճողվածքի անսպասելի հիվանդության պատճառով արված անհետաձգելի վիրահատությունից 4 օր անց 66 տարեկան հասակում։